նստած միտեղ խոսալուց ասում են դե ինքը Ղարաբաղցի է, որ սկսեցի ստեղել ապրել եւ գնում էի Ղարաբաղ, ասում են, դե Երևանցին եկել է։ Կան հատկություններ, կան ընտանիքից էլի եկած կարծրատիպեր, կողահաստություն, եթե կարելի ասել, որոնց մի քիչ դժվար եմ համակերպվել։ Բազմազանությունը գեղեցկություն է, բազմազանությունը ուժ է։ Հիմա մենք հայաստանցի հարց ենք ունենալու։ Մամայի սարքած ցանկացած ճաշատեսակ միշտ ամենահամով նա հիմնական արժեքը, որ ես նկատում եմ, որ ամուսինս ուզում է փոխանցի երեխաներին, դա հայրենասիրությունն է։ Ստեփանակերտի նման քաղաք է աշխարհում չեմ տեսել, եղել եմ եւ մեծ եւ փոքր քաղաքներում։ Այդ երազանքը երբևէ իմ մոտից չի գնալու վերադառնալ իմ սիրելի քաղաք։ Ինքնության սկիզբն է ներկայացման մեջ, որտեղ սկսում է, որ ես իմ արմատներս ստանում եմ Արցախից, Գիշի գյուղից, իմ պապիկից, այո, ինքնության սկիզբն է սկսում, ես ուրախ եմ, որ առնվազն եւ մայրական կողմից եւ հայրական կողմից ունեմ խորացված 7 սերունդից ավելին գնացող արցախյան արմատներ։ Շատ տրադիցիաներ, շատ ընտանեկան ավանդույթներ մենք ինքներս ենք ստեղծել, ես ու ամուսինս մեր ընտանիքի ավանդույթները ստեղծել ենք, կան իհարկե որոշները, որոնք եկել են իր ընտանիքից, որոնք եկել են իմ ընտանիքից եւ այդ ամեն ինչը միասին, այսպես մենք գործածում ենք։ 2 տարի Արցախի հանրապետության ներկայացուցիչն եմ եղել Ամերիկայում, հիմնադիրը եմ։ Բոլորը խոսում էին, որ քան ինքնություն ունեին։ Ես ունեմ իռլանդական, ունեմ, չգիտեմ, շոտլանդական, ունեմ կանադական, ունեմ մեքսիկական եւ այլ տեսակի բաներ։ Բոլորը գիտեն, բոլորը խոսում են, ընտանիքում դա համարվում է նույնիսկ պարտադիր, որ իրենց բոլորը չի ընկալվում։ Ոչ թե սուրճ չի ընկալվում, այլ մարդիկ նկարագրում են։ Մարդիկ նկարագրում են եւ տենց են ներկայանում։ Ես նաեւ դասեր եմ անցել եւ հետո դասավանդել եմ հաղորդակցում, ռազմական հաղորդակցում։ Երկար ուսումնասիրել եմ շատ ամերիկյան նախագահների ելույթները, որոնք իրենց մասին խոսում էին, հասկանալու ոնց է հասարակության մեջ, օրինակ իրենց մասնագետները գրում, դու ոնց պետք է ներկայացնես։ Բոլորի մոտ եւ ամենագեղեցիկներից մեկը հենց Օբամային է, վերցրեք միած սկսում է իր պապիկից, որը Ամերիկայի հետ կապ չի ունեցել, ոնց է ինքը եկել, ոնց է արել։ Հիմա նույն Ամերիկայում այդ ոնց է Օբամային կարելի է, հա, մեզ իրար մասին խոսալ ներկա։ Ոչ, նույնը Եվրոպայում է։ Մենք ունենք շատ սխալ եւ ստերեոտիպային ներկայացված, մեզ ցավոք սրտի այդ բանի մեջ են տարել, որ չգիտեմ ինչի իրանք պահում են ինքնությունները, իրանք խոսում են, ներկայացնում են բարդույթի նման, թե արժեքս է, ոչ եվրոպական արժեքները, երբ որ ասում ենք, դա իսկապես մարդու իրավունքների մասին է, դա իսկապես խոսքի ասած, դա իսկապես ընտանիքի մասին է, դա քրիստոնեական հիմնավորումների վրա է դրված, դա մի դատի, որ դատված չլինես, ամեղության կանխավարկածից սկսած, դրանք են իրական եվրոպական արժեքները։ Ժողովրդավարությունը, երբ որ ասում են, դա մեծամասնության դիկտատուրա չի։ Այդ կոմունիստական բանից է նույնիսկ եկել։ Ժողովրդավարությունը հակառակը փոքրամասնության ձայնը լսելի դարձնելն է։ Արցախցու բնորոշ բան է, դա կնամեծար լինելն է։ Այն թե ինքը ոնց է մեծարում կնոջը, ոնց է հարգում կնոջը, ես կարծում եմ եկել է արցախյան իր արմատներից, իր ընտանիքից։ Բայց դրա հետ մեկտեղ կան հատկություններ, կան ընտանիքից էլի եկած կարծրատիպեր, կողահաստություն, եթե կարելի ասել, որոնց մի քիչ դժվար եմ համակերպվել, տարիների ընթացքում եմ համակերպվել, բայց եթե որոշում ես ընտանիք կազմել եւ սիրում ես մարդուն, պետք է իրան ընդունես այնպիսին, ինչպիսին կա, բոլորս ունենք թերություններ, ես էլ իհարկե ունեմ, մենք միմյանց ընդունում ենք այնպիսին, ինչպիսին կանք։ Վարսեցին իր յուրատկությունները, վանեցին իր յուրատկությունները, շիրակցին իրանը ունի, գեղեցկություն իրանը, արցախցին իրանը, սյունեցին իրանը, հա, տաուշցին իրանը, մարդիկ
կան որոնք նույնիսկ այդ նույն ավելացումների վրա ձեռք են բերել ուրիշները։ Շարլ Ազնավուրն է, ասում էր ես 100% հայ եմ, ես 100% ֆրանսիացի եմ։ Մենք ասենք չենք ուրախանում, հա բայց եթե Շարլ Ազնավուրը ասում է, վայ, ինչ լավ գեղեցիկ է, բայց եթե հասարակ մարդը փողոցում ասի, ես ունեմ արմատներ այստեղից, սկսում ենք ասել, ահա, դու սկսել ես բան անելը, որովհետև ցավոք սրտի այդ կենցաղային յուրահատկությունները նաև ինքնության դարը այնպես փոխվեց եւ ցավոք սրտի մեր այսօրվա իրականության մեջ քաղաքական կյանքի մեջ այնպես արեցին, որ սկսեցին հակադրվել բազմազանությունը գեղեցկություն է, բազմազանությունը ուժ է։ Պապիկս լինելով Արցախում, այդպես ասած, կրթական համակարգում պատասխանատու, հետո գյուղատնտեսական, դեպքեր եղել, որ ասում էր, ես կարայի թուղթ գրեի մեկին, այն ժամանակ հեռախոս ինտերնետ բաները չկար։ Այստեղ Հայաստանում որևէ համալսարանի, ասենք, ինստիտուտի մի հատ շորեկտորի իր անգերոջը, որին ինչ որ ձևով հանդիպել էր, եւ այդ արցախցի ուսանողներին ավելի լավ նայելով էին բանան։ Պատկերացեք, ինչքան ջերմ է եղել այստեղի եւ այնտեղի կապը նաեւ նույնիսկ սովետական ժամանակ, որտեղ մարդկանց կարային այդպիսի բաներով իմանալով այն մարդուն, ինչքան ամեն օր չէին գնում գալիս, սովետական ժամանակ դժվար էր այդ ճանապարհային բանը, հա 8 ժամ էր տևում Երևանից Ստեփանակերտ, մեքենաներ Բերձորի Միջանցքով շատ քչերն էին երբևէ տեղափոխվում, որտեղ ճանապարհներ նորմալ երբևէ չէր եղել, հա։ Այս ամեն ինչը ինչ եմ բանան, որ այն ժամանակ էլ է եղել լավը, դրա հետ միասին նաև պատմում են, որ եղել են, որ այն ժամանակ էլ էին ասում, դե իրենք Ղարաբաղցիներ են, չգիտեմ ինչ որ բանով։ Այս երևույթը եթե նայենք, ինքը կենցաղային մակարդակի վրա գյումրեցին ու վանաձորցիներ իրար մի յուրահատուկ բան չեն, հա, իրար վրա փորձում են հազարավոր բաներ պատմեն, բայց դա չէր խանգարում, որտեղ 90-ականների մեր մոտ ազգային զարթոնքի մեջ կենցաղը գնար դուրս եւ մենք ունենայինք մեկ հայկական ինքնության գաղափար։ Դրանք երբևէ հանեց նստած մի տեղ խոսալուց, մենք ինքը Ղարաբաղցի է, որ սկսեցի ստեղել ապրել եւ գնում էի Ղարաբաղ, ասում են, դե Երևանցին եկել է։ Դեռ նախքան ամուսնանալը մի անգամ Թևանի հետ մեկնել էինք Ստեփանակերտ, ոնց որ տարել էր ինձ ցույց տալու։ Շատ հետաքրքիր էր, բոլորը թեպետ շատ ջերմ ընդունեցին ինձ, բայց բոլորի դեմքին նույն հարցն էի տեսնում, կարծես սուբտիտրերով գրված դեմքի վրա, ոնց որ սենց պաուզայի տեսքով, հիմա մենք հայաստանցի հարց ենք ունենալու, ու ես սենց ոնց որ ինձ մի քիչ զգում էի, որ եւ ընդունված եմ եւ տարբերվում եմ, ամենամեծ տարբերությունը իհարկե լեզվական տարբերություններ, որ ես սկզբնական շրջանում կարող եմ ասել մի քանի տարի ընդհանրապես չէի հասկանում արցախցու բարբառը, հիմա հանգիստ խոսում եմ ու չեմ նույնիսկ պատկերացնում թե ինչպես կարելի է չհասկանալ, որովհետև այնքան նման է երևանյան մեր խոսքին։ Կենցաղի մեջ դու որ ճաշատեսակն ես սիրում, բնականաբար նա ինչ որ փոքր վաղ կերել ես քո տանդ, քո ամենալավագույնը, մամայի սարկած ցանկացած ճաշատեսակ միշտ ամենահամով եղել ու ամենալավն է եղել։ Ու դա ճիշտ է, որտեղ ընտանիքի մեջ արժեքը դրանով է ծավալվում։ Այդ բազմազանությունները մենք պետք է ունակ լինենք, իրար գումարենք, բոլորի լավ կողմերի վերցնելով, ոչ թե վանենք, եթե հայ ենք։ Ամուսնացանք, երբ ես 18 էի, եւ ինձ իմ ընտանիքում սենց բամբակի մեջ են պահել արքայդստեր պես։ Ես կյանքում ճաշ չէի եփել մեր տանը։ Երբ ամուսնացա, ես ընդհանրապես չգիտեի ինչ են եփում, ոնց են եփում։ Ինձ համար միշտ ամեն ինչ պատրաստվել է։ Ու ճաշ եփել սկսելը, ոնց որ սովորեցրել է ինձ իմ սկեսուր մայրիկը։ Բնականաբար մեծ մասը արցախյան է եղել են, այո, արցախյան ճաշատեսակներ, ինչ որ հատուկ բրինցկա հոնի չրով, այդ է շատ սիրում Թևանը, լոբով բռնին, որ շատ է սիրում, կուրկուտը, որ տարբերվում է մեր հարիսայից, հարիսա էլ եմ իհարկե սարքում, բայց կուրկուտ էլ եմ սարքում, իսկ եթե կան այնպիսի ճաշատեսակներ, որոնք օրինակ ես չեմ սովորել, որտեվ բոլոր դեպքերում չեմ ապրել Արցախում,
Մենք միշտ ունենք Թևանի քերու աղջկան, ով գալիս է փրկում է, ինչ որ ժենգյալով հաց, այնց ավելի բարդ բաներ ինքը պատրաստում է։ Տատիկս էր ասում, հետո հայրս այնց միշտ ասաց, հələ կյանքում 3 փորձությունների մեջով ես անցնելու։ Առաջի փորձությունը դա փողի փորձությունն է։ Արդյոք կմնաս նույն մարդը աղքատ լինելով եւ ինչ որ մի ժամանակ գումար ունենալով։ Եվ ինքը կարող է ամեն անգամ տատանվի, բայց դու պետք է մնաս նույն քո մարդ։ Երկրորդ փորձությունը դա փառքի փորձությունն է։ Արդյոք քեզ ոչ մեկ չի իմանում, մեկ էլ ինչ որ մի բանով դառնում ես հայտնի։ Երկիչ ես, նկարիչ ես, գրող ես, քաղաքական գործիչ ես, չգիտեմ, բայց դու կմնաս նույնը, միշտ հասանելի, միշտ, չգիտեմ, կամ ինչ որ ձևի որ դու լինելու ես, հա։ Բայց արդյոք փառքը քեզ կփոխի մարդ տեսակի իմաստով։ Եվ երրորդ փորձությունը դա իշխանության փորձությունն է։ Երբ որ դու ունենում ես իշխանություն, որոշում կայացնելու ուրիշների ճակատագրի վրա ազդելու, արդյոք դու կմնաս նույն տեսակի մարդը, որը եղել ես միջև իշխանություն ունենալ եւ իշխանություն։ Հիմնական արժեքը, որ ես նկատում եմ, որ ամուսինս ուզում է փոխանցի երեխաներին, դա հայրենասիրությունն է։ Չեմ կարող նշել ինչ որ կարծրատիպեր, ինչ որ նահապետական ավանդույթներ, որոնք մենք օգտագործում ենք, քանի որ Թևանը բավականին ժամանակակից ընտանիքից է, իմ սկեսուրը ցանկացած նոր բան շատ հեշտորեն ընդունում էր, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, իդեպ հրաշալի սկեսուր մայրիկ եմ ունեցել, ընկերուհիներ ենք եղել։ Երազանքը երբևէ իմ մոտից չի գնալու վերադառնալ իմ սիրելի քաղաք։ Լինել այնտեղ, լինել եմ պապական տանը, որտեղ մեծացել եմ, որտեղի հետ կախված է եւ հոտը, եւ համը, եւ տեսարանը, եւ ճառոցը, եւ ամեն ինչը, հատակի, դուրի եւ դա իմ մեջից չի դուրս, բայց Ստեփանակերտի նման քաղաք ես աշխարհում չեմ տեսել, եղել եմ եւ մեծ եւ փոքր քաղաքներում։ Միակ տեղը, որտեղ ես ինձ իսկապես լիարժեք այն ասում, ոնց են ասում, որ մարդիկ ասում են, վերադարձել եմ, որ փորն անգել, հա, այդտենց եմ զգացել, որ ես այն ամենա տակուկն է, ինչը որ ինձ պետք է։ Շատերը գիտեն, ասենք մեր հասցեով կասեն, ասում են, այն դրոշակներով տունն է, ասում եմ, այո, այն դրոշակներով տունն է։ Դրոշակները լինելու են։ Դրոշակը իմ սեղանի վրա է, իմ սրտի մեջ է, իմ երազանքի մեջ է, բոլորը գիտեն, որ դա այդտեղ է։ Նա միգուցե տենց չերևացող է, հա, իր բանանելով կամ շատերի համար ալձով։ Բայց մի բան ես դու փորձում ստեղծես, որ միգուցե շարունակական, եթե 30-40 տարի այդ երևույթը կյանք ունենա, իլ չեմ ասում դարեր, ապա բոլորը օրինակ կասեն, մունքը ինչ է նշանակում։ Բոլորը գիտեն, որ Արցախյան բարբարի մենքն է։ Արցախյան բարբարի ձևակերպումը պահելով Արցախը միշտ լինելու է։ Ոնց են ասում, մարդ որ նույնիսկ երկնային կյանք է գնում, ասում, բայց ինքը ապրում է, եթե հիշող կա։ Հիմա մենք պետք է դա կարողանանք պահենք, մինչև մի ուշ թե շուտ մի օր, այո, ուզում եք պիտակավորեք ռևանշիստ, ուզում եք պիտակավորեք ազգայնամոլ, դրա դեմ այլևս որոշել եմ չպայքարեմ, հիմա ուզում եք դա թող լինի։ Այս համարում եմ, որ մենք ունենք պարտ մեր տղաների առջև մեր հայրենիքը վերականգնելու, եթե սիրում ենք մեր կողմերին ու ծովներին։ Որտեղ մեր կողմերի ու ծովները, որ կարողանան գոյատևել, այդ տարածքները պետք են։ Շատ նորմալ է, որ մարդիկ շատ ընկճված վիճակում էին եկել եւ կարիք ունեին առաջին հերթին հոգեբանական աջակցության։ Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել կորստի չափը, երբ որ դու հայրենիք, տուն, տեղ, ամեն ինչ քո կյանքի ամբողջ վաստակը ուղղակի մի օրում կորցնում ես, այն ինչ դու երազել ես, որ փոխանցելու ես երեխաներիդ, ինչ որ վերանորոգելուց պատկերացրել ես, որ ստեղ թորներդ են վազելու եւ այլն, շատ մեծ դժվար ճանապարհ են անցել արցախցիները։ Անցյալ օրը տղաս ասում էր, ես գիտեի, որ չենք կարողանալ գնանք Արցախ, բայց օգոստոսը մոտենում է, անկախ ինձանից սպասում եմ այդ պահին, որ պետքա գնանք ու ամեն անգամ որ պատկերացնում եմ, որ չենք գնալու, սենց ոնց որ նորովի հասկանամ ու նոր գիտակցում եմ, որ իսկապես չենք կարողանալու գնանք այս տարի։ Արցախ գնալը, Շոշաբանդում նստելը,
Գանձասարը, Շուշին, չգիտեմ, երբ Մոշ որ հավաքելը։ անպայման գալ տեսնելը դա դիվանքով մտնել գալը, չգիտեմ, մնացած տեղերը գնալը տող գյուղում գինու փառատոնով սկսած մնացած բոլոր երևույթները դա պարտադիր երևույթ էր։ Ես մի տեսակ ավանդույթների մարդ եմ եւ իմ համար կային օրեր, որոնք Արցախում պարտադիր պետք է լինեին, իսկ 27 թվի երկրորդ զինադադարից հետո արդեն խոստացել է ամեն ամիս ու տենց ամեն ամիս գնում էի մնացած ժամանակները կային պարտադիր օրեր եւ եթե ստացվում է ինչ-որ աշխատանքային իմաստով, հա, անպայման բոլորս պետք է հավաքվենք, մեր ձեռքով ճաշերը պատրաստ էին, հարսերը իրար ճանաչում էին։ Աղջիկը փեսեքին էին բերում, թորները, ծորները, կորները գալիս են իրար գոնե դեմքով տեսնեին, փողոցում մի օր միտեղ հանդիպելուց իմանա, որ դա իր բարեկամն է։ Նպատակը դա էր, չմոռանանք այդ իրար հետ միասին հավաքվելը, իրար գլուխ հավաքվելը, իրար ճանաչելը, իրար հետ կսկեռենք, հա, մեր տենց բարկա լինելը, որ հասկանանք, որ այս է քո շրջապատը, դե Արցախը այդ բանը տալիս է։ Ինքը ամեն ամիս էր գնում։ Ասում էի ամիսը մեկ գնում է, թոքերը թթվածնով լցնում է, որպեսզի կարողանա ստեղ մի ամիս ապրի, այդպեսի ուժ էր իր համար Արցախը, իսկ իմ եւ երեխաների համար, ինչպես ասացիք, անբաժան մասը յուրաքանչյուր ամառվա եւ վստահ եմ իրանց մանկության ամենաուրախ ու բարի հիշողություններն են կապված այդ երկու շաբաթվա հետ, որոնք մենք անցկացնում էինք, ամբողջ ազգով հավաքվելը երկու կողմից Գրիգորյաններն ու Ջավադյանները հավաքվում էին ու շատ մեծ խնջույք էր լինում, սենց գարմորթելով ու ամեն ինչով ջերմ միջավայրում ուղղակի սենց հայլայթներ էլի մեր ամառվա ամեն տարի։ Ես հուսամ, որ սեպտեմբերի 2-ին արցախցիները բոլորը ովքեր որ ստեղ են, անպայման այդ օրը այցելելու են Արցախի ներկայացում։ Այսօր Արցախի սիմվոլիզացիան ինքն է, եւ այդ օրը բոլորը պետք է այդ օրը այնտեղ լինեն։ Ես անցած տարի փորձել եմ շատերին հավաքեմ, ովքեր որ եղել են։ Եկել է ոչ քիչ, բայց ոչ բոլորը, հուսամ այս տարի բոլորը այդ ժամանակ այդ միավորման գաղափարը այդ երազանքը կպահպանի։ Մի տեղից պետք է այդ սկսի, որ այդ ինքը տարածվի ու անի։ Երազանքը եթե դու ունես, որ պիտի ետ դառնաս, իրականանալու է այստեղ մնաս։ Վերքեցեր դղեն կյանքը ավելի շուտ է մարդուն ստիպ նման տանում, խլխլովանում, օտում, կապերի մեջ գցում, ծանրության մեջ ինտինում բենան։ Եթե մարդկանց թվում է սփյուռքահայերը երազ ալչնվեր մոտ Հայաստանը վերականգնվեր ու սցենար են կերլանվեր, պիտի մի նոր կինեն նորից Արցախ, ետ դառնանք ու անպայման մեր սարքինք այդ ազատագրելը։ Այդ պիտի գլուխ 5-6 տեղ պիտի մնանք։ Լոքստեղեն դիժերություններն ու ծանրություններն էլ անսկսնի։ Պահինք, բայց դրանց հետ միասին համ խոսքը, համ ուտելիքը, համ մշակույթը, համ պատմությունները, համ բեները, ամեն օր պատմենք։ Մին մարդը ասում է Արցախը քեցալ է, ստեղը քեցալ, ամեն օր մեր տանը խոսում ենք դրա մասին։ Օր չկա վեր խոսենք վեճ, օր չկա վեր net խոսելուց ինչ-որ բարբառով մի պենչ ասենք, օր չկա վեր ինչ-որ մի ուտելիքի նման պենչինի, հա, ու դա միշտ կա, եթե ամեն օր խոսելուց ոչ մի տեղը քեցալ չի Արցախ, հնարյան տեղը կան։ Ցավը տանիմը էլ համարյա ասում չ։ Մարդիկ այդ բեներ, այդ բենան հեռացան հոգատարությունից, այդ կողքին վերես քիզնա հետ կարի միասին ապրին, յուր ու սպային, յուր խտին թցնին, բարիշիլիկ, միասինիլիկ, յուր դավուկացոիկ, յուր չպստի, յուր պնպայց։